Արցախի գոյության մասին կանադահայ լուսանկարիչ Հրայր Խաչերյանը խոստովանում է, առաջին անգամ իմացավ 88-ի շարժման ժամանակ։ Մոնրեալում խորհրդային դեսպանատան մոտ կանգնած զարմացած հարցնում էր, այդ ինչ է Ղարաբաղը, որ հայերը բղավում են, մերն է։ Այս ժամանակ պատասխան չկարողացան տալ, ուրեմն 92 թվին առաջին անգամ լինելով գնացի ու ես տեսա ինչ է Արցախը։ 1992-ի նրա այցը նորանկախ հայրենիք պատմական էր։ Հրայր Խաչերյանը առաջին մարդն է, որ լուսանկարել է Հայաստանը երկնքից։ Այդ օրվանից էլ նրան սկսեցին կանչել բազե։ Վերևից շատ փլովին դարբեր է Հայաստանը, իր հարստությունը ամբողջովին երևում է իր ակույներով, երանգներով։ Տարվա կեսը Հայաստան, կեսն էլ Կանադա ճախրող բազեն կանգ է առել Արցախում։ Արևմտյան Հայաստանի ու Կիլիկիայի հոգևոր կոթողների, այնտեղից փրկված ձեռագրերի, խույրերի, ազգային տարազների եւ անգամ մետաղադրամների բացառիկ լուսանկարների հավաքածու է 100 անունով պատկերագիրքը։ Այն առաջինը թերթել են արցախցիները։ Այդ ինձ համար շատ կարևոր է, որ գիրքը սկսեր հաղթանակի տարածքով։ Լուսանկարիչը գիրքը նվիրում է իր զեյթունցի պապին ու տատին։ Պապը ազատագրման մարտերի մասնակից էր։ Ցավում է, որ չկարողացան պահել զեյթունն ինչպես Արցախը։ Հիմա լուսանկարիչն իր գործերով հավերժացնում է օտարին մնացած հայոց ժառանգությունը։ Ես ինչ որ հայոց պատմություն եմ սովորել, այդ եմ փոխանցում։ Ավերված եկեղեցիների մնացորդների կողքին դրանց ամբողջական նկարներն են։ 2500 օրինակով տպագրված 100 պատկերագրերից մեկն էլ բազեն նվիրում է Մատենադարանին։ Տարվա խորհրդի կարևորագույն հրատարակություններից մեկը, որ է մեր մշակութային ժառանգությանը տեր կանգնելու պահանջատիրություն։ 3.5 կիլոգրամ կշռող 516 էջանոց եռալեզու հայերեն, անգլերեն եւ ֆրանսերեն 100-ները սփռվելու են աշխարհով մեկ։ Կնվիրվեն առաջատար համալսարանների գրադարաններին, կուղարկվեն նաեւ եվրոպական երկրների խորհրդարաններին։ Հրայր բազեն այդպես ուզում է հայոց ցեղասպանության մասին աշխարհին պատմել ոչ միայն ողբերգական տոնով, այլև հարուստ պատմության հպարտությամբ։ Անի Հակոբյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։